Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ես կփորձեմ հակիրճ ներկայացնել մեր տեսակետը այս առաջարկվող փոփոխություններից հետո այն անփոփոխ է, իհարկե ազգային Թուրքի գաղափարը կարևոր հասկացություն է, այո, կարևոր հասկացություն է։ Եվ այստեղ խոսվեց, որ հիմնադրամի այսպես ռիսկերը ապահովագրելով մենք լուծում ենք վստահության խնդիրը, երբ որ մենք խոսում ենք վստահության ճգնաժամի մասին, մենք չենք խոսում այն մասին, որ չեն վստահում, ասենք օրինակ կոնկրետ պաշտպանության նախարարությանը կամ պաշտպանության նախարարին, կամ չեն վստահում հիմնադրամին, ոչ, չեն վստահում, որ այս իշխանության օրոք երկրում հնարավոր է վստահելի որևէ գործընթաց իրականացնել։ Խոսքը դրա մասին էր եւ այո, այս գաղափարի միակ միջավայրը, որ գաղափարը իրապես կարող էր լինել կենսունակ, դա վստահության մթնոլորտը պիտի լիներ, որը չկա։ Եվ երբ որ մենք խոսում ենք, որ այո, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ տոտալ անվստահություն ունեն այս գաղափարի նկատմամբ, երևույթը ոչ թե գաղափարի նկատմամբ է իրականում անվստահությունը, այլ այն իրականացնող իշխանության նկատմամբ է։ Ինչևէ, երբ որ մենք խոսում ենք անվստահության մասին, խոսքը վերաբերում էր դրան, ոչ թե հիմնադրամի ռիսկերը ապահովագրված են, թե ոչ, որտեղ ամենաապահովագրված ռիսկերի դեպքում, եթե երկրում չկա վստահություն առ իշխանությունը, ցանկացած նախաձեռնություն ի սկզբանե դատապարտված է իր վրա դամոկլյան սրի նման կախված ունենալու անվստահության մթնոլորտը։ Շատ կարևոր է, որ Բարգավաճ Հայաստանի երկու առաջարկները, որը նաև կարծում եմ նույնական էին մեր որոշ գործընկերների առաջարկների հետ, որ զոհված զինծառայող ունեցող ընտանիքից եւ նաև զինակոչիկ ունեցող ընտանիքից այդ գումարները չեն գանձվելու, սա ուրեմն կարևոր է եւ ես նորից պիտի անդրադառնամ պարոն նախարար այն խնդրին, որ եթե դեպքը Աստված չանի պատահել է, ասենք դեկտեմբերի 30-ին կամ դեկտեմբերի 1-ին, ոչ հունվարի 1-ից կամ չգիտեմ 10-ից, երբ որ կմտնի օրենք, ինչ է լինելու այդ զինվորների, այդ զինծառայողների հետ։ Ես հասկանում եմ, որ այստեղ մենք խնդիր ունենք, բայց ես կարծում եմ, որ երբ որ օրենքը մտնի ուժի մեջ եւ համակարգը սկսի աշխատել, մենք այդ խնդիրը պետք է նաեւ նկատի ունենանք, նաեւ ապրիլյան պատերազմում զոհված մեր զինվորների եւ հաշմված կամ վիրավորում ստացած մեր զինվորների խնդիրը։ Դուք երեք ես հետևում էի ձեր ելույթին, նշեցիք, որ մարտիկ հիմնադրամի գումարները շատ ապահով անձեռնմխերի դրված են։ Ես գիտեմ, որ հայտարարվեց, որ 1.2 միլիոն բանկերում շատ ապահով պահված է։ Հիմա ես նորից հարց եմ տալ, ինչի է ապահով պահված, երբ որ ապրիլյան պատերազմում հաշմված զինվորները այսօր լրջագույն կարիք ունեն տարատեսակ վիրահատությունների, օրինակ բերեմ Դանիելը, որը մայրը ամեն շաբաթ զանգում է թե ձեզ, թե ինձ։ Դուք գիտեք, որ Դանիելը ունի գլխի լուրջ վիրահատության խնդիր։ Այսինքն ինչու է ապահով պահվում տարբեր բանկերում Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետի կողմից ղեկավարվող հիմնադրամի գումարները, երբ որ մեր բազմաթիվ զինվորներ ապրիլյան պատերազմում ստացած լուրջ վիրավորում ունեն լուրջ բժշկական օժանդակության կարիք ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում։ Ես կարծում եմ, այդ գումարները ոչ թե պետք է ապահով պահել բանկերում եւ դրա տոկոսները ստանալ, այլ այդ գումարները պիտի ներդնել այս կարևոր ծրագրի համար։ Եվս մեկ խնդիր, սա ես դիմում եմ ազգային ժողովի ղեկավարությանը, հարգարժան պարոն փոխխոսնակ, ես հույս ունեմ դուք տեղյակ եք, վստահաբար տեղյակ եք, որ շատ լավ նախաձեռնություն է, որևէ մեկը դրան դեմ չէ, որ ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունից եւ աշխատակազմից գանձվում է աշխատավարձի 1%-ը, դա 1000 դրամ չէ, դա շատ ավելին են։ Հիմա աշխատակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ դիմել են ինձ, իհարկե իրենք դա հրապարակավ չեն հայտնի, որովհետև կմեղադրվեն բանակին իրենց աշխատավարձից 1% չտալու այսպես մեղքի մեջ։ Հիմա 100,000 դրամ ստացող վարորդը կամ 90,000 դրամ ստացող գործավարը տրամաբանական հարց է ուղղում նաև ձեզ, հարգարժան նախարար, հունվարի 1-ից շարունակվելու է ազգային ժողովի աշխատակազմից, ես չեմ խոսում պատգամավորներից, պատգամավորները իրենք կորոշեն, աշխատակազմից այդ 1%-ի գանձումը
Պարոն փոխնախագահ ազգային ժողովի, դա կլինի բացարձակ անարդար, կստացվի, որ 1000 դրամ պարտադիր գանձվելու է, կրկնում եմ 90, 80, 110,000 դրամ ստացող ազգային ժողովի աշխատակազմի ցանկացած աշխատողից, դրան գումարվելու է 1%-ը մոտավորապես 2,5-ից 3-4,000 դրամ կախված աշխատավարձի սանդղագից։ Ես փոխանցում եմ ազգային ժողովի աշխատակազմի հորդորը ձեզ, որպեսզի կողմնորոշվեք, որ գումարն է վճարելու ազգային ժողովի աշխատակազմը։ Եվ ի դեպ, անդրադառնալով այս խնդրին, երբ որ նախորդ անգամ ես խնդիրը բարձրացրեցի, որոշ անհանգիստներ, չգիտես ինչի ասեցին, դե Բարգավաճ Հայաստանի որոշ падգամավորներ այդ նախաձեռնությանը չենք միացել, եւ լավ ենք արել, որ չենք միացել, բայց դա չի նշանակում, որ մենք մեր պարտքը, մեր զինվորի զոհված կամ վիրավոր չենք կատարել, ովքեր շատ անհանգիստ են, ես չեմ ցանկանում այս ամբիոնից հրապարակեմ, թե Բարգավաճ Հայաստանի խմբակցության падգամավորների հանգանակած գումարներով մենք ինչ ենք արել Գյումրիի զոհված ազատամարտիկներից այս կամ այն ընտանիքին, ինչ ենք արել Արտաշավան գյուղի դպրոցում Քյարամ Սլոյանի դասարանը բացելուց, մեր խմբակցության հանգանակած գումարներով։ Սա, կրկնում եմ, անհանգիստների համար, ովքեր անհանգիստ են, որ ինչի Բարգավաճ Հայաստանը այդ նախաձեռնությանը չի միացել։ Չենք վստահել, չենք միացել, կամ գտենենք, որ մենք ավելին կարող ենք անել, որտեղ դա մեր պարտքն է, անել լուր, անել անձայն, բայց եթե մամուլում հրապարակում է, դե իրենք չեն միացել, ես էլ ասում եմ, ինչի չենք միացել, եւ եթե չենք միացել, ինչ ենք արել։ Սա, կրկնում եմ, հատուկ որոշ անհանգիստների համար։ Այսքանը Բարգավաճ Հայաստանը բնականաբար կողմ է քվեարկելու այս նախաձեռնությանը։